Դուք դիտում եք 3 ավելորդները ժամադրություն շոունին դու սպասում էր, որ մենք ունենալու ենք երկրորդ եթերաշրջան։ Ճիշտն ասած, երբ որ ավարտվեց առաջին եթերաշրջանը, չէի սպասում, բայց այնքան մեկնաբանություններ տեսա, այնքան մարդիկ ինձ մոտեցան, ասեցին սկսեք, մենք հասկացանք, որ իրենք մեզ են կարոտել, մենք իրենց։ Շատ ակտիվ ենք սկսում այս հաղորդաշարը այսօր։ Աստված արջա։ Ոչինչ, մենք կարող ենք մի քիչ հուզվել, ամեն դեպքում երկար դադար ենք ունեցել։ Ես անգամ հասրել եմ նիհարել 44 կիլո։ Մի րոպե։ Մերսի շատ։ Բրավո Նին, ես անկեղծ ուզում եմ ասեմ, որ ես հպարտանում եմ քեզանով, գուցե շատերի համար վիրատական ճանապարհը շատ դյուրին է թվում, բայց իրականում միայն այդ ամեն ինչի միջով անցնող մարդը գիտի, թե որքան պետք է մոտիվացված լինել, այնպես որ մենք քեզանով հպարտանում ենք եւ քեզ շատ ենք սիրում։ Մեր հյուրը արդեն շատ երկար մեզ սպասեց տաղավարում։ Ինչի ենք մենք այսօր սպորտային համազգեստով, մասնավորապես ֆուտբոլային շապիկներով։ Որովհետեւ շատ հետաքրքիր հյուր ունենք։ Ապա Ով է։ Դավիթ Մանոյանին ենք այսօր ընտրել որպես մեզ երրորդ ավելորդ, հիմա իրեն հրավիրում ենք այստեղ։ Բարև Դավիթ ջան, եկեք ֆուտբոլի պես բարևենք իրար։ Փոխվենք վերջում։ Վերջում։ Առաջին հարցը Ռեալ թե Բարսա։ Բարսա։ Հասկացա ես, ամեն դեպքում ռեսպեկտը միշտ կա, բայց չեմ խոստանում։ Դավիթ, մենք հատուկ քո պատվին ենք իհարկե սա հագել, ասեմ քեզ իմանաս, մենք հենց իմացանք դու այսօր ասենք պետք է ֆուտբոլային հագնվենք։ Եվ մենք չգիտեինք, որ թիմին է նախապատվությունը։ Պետք է Արարատ կամպիոնիկ հագնեիք, որ ավելի ինձ հետ կապված լիներ, բայց ամեն դեպքում ֆուտբոլային։ Դե ֆուտբոլ, հա, կներես։ Սպասի հանենք։ Տակից պիոնիկն է, չէ՞։ Դավիթ, հիմա անցնենք մեր բուն հարցերին, մի քանի հարց քեզ ունենք, որպեսզի հետո արդեն հասկանանք։ Մենք գիտենք, որ դու ամուսնացած ես, բայց մինչև ամուսնանալը բնականաբար ունեցել ես հետաքրքիր ժամադրություններ, եթե չես ունեցել, էլի նորմալ է։ Միանգամից ամուսնացել ես։ Եթե միանգամից ամուսնացել ես, ապրես, բայց քեզ համար ժամադրության մեջ առաջի հենց այդ կարմիր դրոշակը որն է եղել, որ կարմիր քարտը է։ Կարմիր քարտը։ Ես անկեղծ ասեմ, մեր ժամանակ կարմիր քարտ չկար։ Հա, ճիշտ է։ Այդ հիմիկվա տրենդներից է, բայց մոտավոր հասկանում եմ ինչի մասին է խոսքը։ Շատ դժվար է այդ հարցին պատասխանելը, ուղղակի ինձ թվում է կանաչ քարտ է, այնպես շատ վառ եղավ քարտա, ձեր մոտ թե դրոշակ։ Քարտ ասա, մենք այսօր ֆուտբոլային ենք, այո։ Կնոջս տեսնել սիրահարվելներ ու դրանից առաջ թե կարմիր քարտ եղել է չի եղել անկեղծ չեմ կարող հիշել։ Հաստատ ինձ թվում է ամենակարմիրը ես եմ եղել։ Ինչ ռոմանտիկ է։ Աղջիկները չգիտեմ, բայց ինձ թվում է ավելի շատ ես եմ եղել մյուս հանդիպումների ընթացքում։ Բայց ֆուտբոլիստը այն մասնագիտությունն է, որ խանդելու առիթներ հաճախ է լինում։ Ձեր կինը խանդում է ձեզ, դուք եք խանդոտ, թե կինը ոնց է այս ամեն ինչը եւ ոնց է գտնում բալանսը, որ ամեն դեպքում խանդի առիթ էլ չտակ։ Կարծում եմ, եթե տենց լրիվ անտարբեր է, ուրեմն նշանակում է չի սիրում, չէ՞։ Լրիվ անտարբեր, քեզնից վաղացած։ Անտարբեր լինել չեմ կարող, բայց ամեն դեպքում կարծում եմ այնքան երկար ժամանակ միասին ենք, որ այդ արդեն շատ մանկական բան է թվում այդ խանդը։ Նույն չգիտեմ ինչ որ տենց խառը տեսալովակներում նկարվել, ինչ որ տենց գովազներում բանում արդեն սովորական բան է մեզ համար դարձել։ Դե ես որպես աղջիկ ասեմ, աղջիկները շատ են օրինակ կենտրոնանում ֆուտբոլիստների վրա, որովհետեւ մենք բոլորս քրաշ ունենք ֆուտբոլիստներից, չէ՞։ Նենց որ ուզում Ռոբերտո Կարլոսն էլ ասի։ Չէ։ Ես ասեմ ով է իմ քրաշը։ Իմ քրաշը Բենզեման է։ Ես ահա որ շատ եմ սիրում իր արտաքինը իմ համար։ Ձերի կապած է։ Հա։ Իմ համար Գատուզոն է, բայց իմ աշխարհայացքը եւ իմ ընկալումները մի քիչ չեն համապատասխանում, որովհետեւ նա շատ բռնկվող, բռնարար, որ դուք իրար հետ չեք հիմա։ Հա, միակ խնդիրը դա է աշխարհայացքի։ Ես Գատուզոն ուզում եմ տվել, որ Ռոնալդոյի հետ չենք, որովհետեւ ինքը շատ հեռու է ապրում իդանից։ Դա է պատճառը միայն, ոչ թե Ջորջինան։ Ես չեմ ուզում Էմիրատներ տեղափոխվել։ Այս ուրախ նոտայի վրա եկեք դիմավորենք մեր հերոսին, ով ուզում եմ ասեմ, որ նույնպես սպորտի հետ շատ ուղիղ եւ անմիջական կապ ունի, ինքը ինձ գրել էր Instagram-ով եւ ցանկություն էր հայտնել, որ գար։ Եկեք դիմավորենք Սերոժին, թող ինքը ասի ինչով է զբաղվում։ Բարև ձեզ։ Ներկայացեք, ինչով եք զբաղվում, աշխատում եք, սովորում եք։ Ես Սերոժն եմ, պրոֆեսիոնալ բոքսով եմ զբաղվում։ Միջով այդ ֆուտբոլով եմ как раз զբաղվել, примерно մի 5 տարի։ Հետո կրուբը գված
խուլիգանություն էի անում, հետո ռուսաստանից մա տրեյներ եկավ ու մտա կյանքս փոխվեց 15 տարեկանից, մտա բոքսի մեջ։ Խուլիգանություն անելը ո՞րն է։ Էդի Տրեյներին չի- ծեծում եք, ասես քոնը բոքսա։ Տրեյներն ինձ ծեծում նավարոտ, ինքն Բոքսով էր զբաղվում, ֆուտբոլի մեջ էլի։ Հա, ու в общем, ու տես կյանքս փոխվեց մտա բոքսի մեջ ու երազանք դրեցի, որ պետք է նենց անեմ սաղ աշխարհին ճանաչի։ Ու դրա ճանապարհ աստծո հաջողությամբ նենց հարցի, որ սաղ աշխարհը ճանաչի ու այդ ճանապարհի վրան եմ։ Բայց այնքան հավես եք խոսում, ուզում հասկանամ լոկացիան որտեղից եք, շատ sense Հա, որտեղ եք ծննդով։ Ես Ստեփանոնից եմ։ Հա, Լորեցի։ Լորեցի։ Ես եմ։ Օձունցի եմ ես։ Օձունից, Հարցիկա։ Լավ, իսկ մի հատ ձեզ հարց տամ։ Հիմա եկեք խոսանք ձեր անձնականից։ Կորիերան շատ հետաքրքիր է, կորիերան։ Շատ հետաքրքիր է, բայց եկեք անձնականից, որովհետև անկեղծ ասեմ, Սերոժ ինձ այնքան էր գրել, ես Ամերիկայում հագրել Նինա ինչ եղավ, Նինա ինչ եղավ, ես իրան չեմ ճանաչում, բայց ուզում ասեմ, այդքան ուզում եք ամուսնանաք։ Ну, ամուսնանալը տիպը ճիշտ ոնց կպատա էլի։ Ոնց կերնիկի։ Դուք ունեք հանրային մարդկանց մեջ ձեզ համակրելի կնոջ էտալոն։ Այսինքն ում եք հավանում հայտնի մարդկանցից։ Հայտնի մարկանցից։ Հա, որ նայեք իրան, ասեք, այ ինքը իմ կնոջ իդեալն է, ես այսպես Ահա։ աղջիկ կուզենամ իմ կողքը լինի։ Ա, Բայց նենց հայտնի մարդկանց։ Ոտ դες մարդ չկա չի սովոր ասեմ։ Դա բայց վիզուալ որ Անկեղծ։ մոտավորապես հասկանանք։ Շակիրա, Բիոնսե, Լիլիթ Սպորտսմեն։ Կարապետյան։ Չկա դες մարդ որ չի ասեմ ինքն այլ։ Լավ, Չէ, արտաքնապես։ արտաքնապես։ Ես չեմ հետեւ, անկեղծ եմ ասում։ Ընկերուհի ունեցել եք։ Ա, սա կյանքս մի հատ ընկերուհի եմ ունեցել։ Քանի տարեկան։ Կարոջի մենք շփվել ենք 13 տարեկանում, իմ հիշելով էլի չեմ հիշում։ Հետո 4-5 տարի շփվել ենք, հետո չենք շփվել իրար հետ։ Բայց ինչի եք բաժանվել եք, ինչ Բաժանվել դա այդ վաղ երեխա էինք, մի քիչ ժառական։ Չգիտեք ինչով զբաղվեք, որոշեցիք Չգիտեք։ երեխա էինք, խաղալիք չունենք։ Բայց ինչի եք եկել մեր հաղորդմանը։ Ուզում եք այս փուլում մտածում եք պատրաստ եք հարաբերություններ սկսել։ Հա, պատրաստ եմ։ Ուղղակի հետաքրքիր էր, ինչն է բերել ձեզ հաղորդմանը եւ ինչ ակնկալիքներ ունեք։ Ես ինչի համար մի քիչ վախ եմ սիրարվել ես վարդը, պահի տակ կարաս ինչ-որ մեկին օպտենաս ու համակրես չէ, ճիշտ ասած իրան, ու այդ պահին ես ստոպ եմ իստալ, որտեվ գրոբը գարա դրանց վախում եմ էլ ես։ Այս հետաքրքիր է, ոնց կարելի է ձերպես բրուտալ տղամարդը վախենա սիրահարվելուց, հա, Սերգեյ։ Պատճառը ասեմ հիմնականում խիչ եմ ուզում հենց այս տարիքին, որ տարիքով ջահել եմ, որ հենց այս պահին իմ կողին կողակից եղնի, չի սորտեն շփվես, ամուսնանաս, շատ նպատակներ ունեմ հիմի։ Ես մտածում եմ միշտ, որ կխանգարի ինձ, ինձ կարա թողա, ես որ մեկին սիրեմ, չի սա գրոբը գավար երեխու պես կարամ սիրեմ էլի։ Ու Բայց եթե ինձ կարող օգնում է ձեզ ավելի։ կարող օգնի, ու ես վախում եմ որ կարան ինձ թողան։ Աղջիկը կարա ինձ թողա պայի տակ։ Տենց պետքա չմտածեք, հասկանում եմ, որ հիմա եթե ասեմ տենց պետքա չմտածեք, այդքան մեծ ազդեցություն չի ունենալու, բայց կարծում ավելի ուրիշ ձև պետքա նայեք ու մտածեք, որ դեռ շատ ժամանակ կա ու հաստատ այս տարիքն է, որ կարելի է այս տարիքում փորձել ինչու ոչ շփվել, հետո լավ դուք սենց շատ դրական էներգիայով մարդ եք ու հաստատ բաժանումն էլ շատ adekvat կլինի, եթե անգամ մտածենք, որ բաժանում է լինելու, պետք է ավելի այդ տեսանկյունից նայեք, որ հիմա հենց այն փուլն է, երբ շփվեք աղջիկների հետ, փորձեք հասկանալ ձեր այսպես ասած տեսակը թե ով է ու կարծում եմ այսօր հրաշալի առաջին քայլը անելը հենց մեր մոտից։ Իսկ հաճախ եք ժամադրվում։ Հայաստանում, չէ, Ռուսաստանում։ Ինչի, սա կարծրատիպ է, ինչի Ռուսաստանում ժամադրվում եք, իսկ Հայաստանում ոչ։ Ասեմ, ստե մի քիչ մենտալիտետը ուրիշ ձև է էլի մարդկանց։ Ինչ օրինակ ասեմ, ինչ ինձ դուր չի գալի, մեկ այդ կարա շփվես, սաղ աշխարհ կարա, նու սաղ իմանում է, հարևանի բան, դու տեսար իր դուս եկավ ման եկավ։ Հա, բայց չկա տեղ որ։ Այս չեմ սիրում տես բաներ էլի։ Հա, օքեյ։ Ձեր կարծիքն է, մենք Հա, հատում ենք։ իսկ ընդեղ մի քիչ ուրիշ ձև է մենտալիտետը։ Ստե մեկին ուզում ես շփվես մեկ այդ աղբերը, հրոխբերը, խիչես մեզ ասե, խիչես սենց արի, հա ոնց որ իրանց հետ ենք շփվելու։ Կներեք, տենց փորձառություն եղել է, թե ուղղակի ենթադրում եք, որ Հայաստանում այդպես կլինի։ Եղել է փոքր տարիքին, բայց այն վաղ вообще ուրիշ ձև եմ մտածեմ։ Ու Հիմա շատ է Ես փոխվել։ շատ բաներ ա փոխվել։ Կարամ մի հատ շատ ազնական հարց տամ։ Ապա։ Ես հասկացա, որ դուք ընկերուհի չեք ունեցել։ ունեցել եմ, բայց մի 4 Միան, տարի 13-ից Բայց 17 ունեցել եք, չէ՞, տարեկանում։ համոզված եմ, բայց դուք հաստատ կփաստեք։ Ունեցել եք, չէ՞, աղջիկների հետ շփումներ։ Պալիբոմ։ Հիմա հարցից հետեւյալն է։ Քաշենք այս հարցը։ Դավայցի։ Օրինակ, ինչ պետք է անի աղջիկը առաջի օրը, որ դուք միանգամից ասեք ինքը իմը չի ընդհանրապես իմ հետ ընդհանրապես կապ չունի, անունը չլսեք։ Ասեմ, ես ամեն մեկին է իր ձևով ընդունում եմ, սա ասեմ մարդեն խոսքը, կանք ամեն մեկս է, մեր սխալն անենք։
սաղս по-любому սխալ կան, այդպես բան չկար ասեմ 100% իմը չի եղնի։ Ես չեմ սիրում դավաճանությունը, որ մարդուն դավաճանում է, թեզ մեկի նվիրվեմ, դա կանցա կնվիրվեմ։ Բայց հիմնականում ամեն մեկին ես կարամ ընդունում ինձ։ Կարևորը, հա, կարևորը լավ մարդ եղնի, ամենակարևորը բարի եղնի։ Բայց ոնց եք հասկանալու բարիա թե չի։ Իրա շփումից էլի մարդկանց հետ ինքը ոնց հաշվվում։ Բայց դու բարի մարդ եք երևում։ Հա, շատ։ Ու միամիտ։ Միամիտ բարի։ Նաև շատ անկեղծ։ Այդ շատ կարևոր է, բայց կան ինչ-որ բաներ, որոնք դուք մտածում եք, որ հետագայում կարող եք ինչ-ինչ պատճառներով արգելեք ձեր կողակցին։ Այս հարցը տալիս եմ, որ մեր աղջիկների հետ մենք սա կարողանանք քննարկել եւ հասկանալ իրենց վերաբերմունքը։ Ինչ չեր կան հարաբերություններում, որ դու սա չպետք է անես։ Хорошо։ Ես ամեն մարդուն իր ձևակերպությունն եմ, ինքը օրինակ եմ ասում, ինքը կուզենա բլոգ, չէ, ինքը իրան նկարի, ես չկա տենց բանս իրանք ասեմ, չէ դե դու մի արա։ Ամեն մեկսը մեր նպատակն ունենք, պետք է շարժվենք, պետք է մի բան անենք, չէ, որ շարժվենք, առաջ շարժվենք։ Շատ ծաղալի է, որ բլոգը բերեց օրինակ, յանի շատ վատ բան է, բայց օքեյ է, որ բլոգը։ Թեկուզ ինքը ասենք կուզենա սպորտով զբաղվի, աղջիկա ուզում է բոքսով զբաղվի, ես իրան չեմ ասի, չէ։ Իսկ դուք խանդոտ մարդ եք։ Շատ։ Հա։ Վայ, եթե աղջիկը իմ հետ եղավ, ես вообще մոտ շատ խանդոտ եմ։ Բայց հետաքրքիր է, ոնց եք բալանսը պահելու խանդի եւ հնարավոր չէ այդ աղջկանից է կախված է։ Իմ կողակից հետ եմ կողակից ունենամ, այդ իրանից է կախված իր վերաբերմունքից։ Եվ վերջին հարցն է տանք եւ անցնենք առաջ։ Տենց կարծրատիպ կա, որ սպորտսմենները հիմնականում մոդելային արտաքնով եւ մոդելային կառուցվածքով աղջիկների են ընտրում։ Հիմա ձեր մոտ էլ կա այդ կարծրատիպը։ Ճիշտը կարծրատիպ, որ ասեմ, իմ մոտ չկա տենց բան։ Կարող է մարդը բարի եղնի, լավ մարդ եղնի, նվիրված եղնի, արտաքին ինչ տարբերություն, вообще տարբերություն չկա։ Շատ ցած հետաքրքիր հյուր ունենք, հերոս ունենք ու ինձ հետաքրքիր է ինքը ինչ ձևի է լինելու ժամադրության ընթացքում, արդյոք նույն ձևով բաց է լինելու, թե մի քիչ ավելի համեստ է լինելու։ Հիմա Սերգեյ։ Սրանից ուր համ է։ Вообще համը լավ, ուրախ իր համը։ Հիմա շատ ցած տխուր ձևով ճանապարհենք Սերգեյին եւ դիմավորենք մեր առաջին մասնակցին։ Մեր մասնակիցը Թինա Օհանյանը արդեն մեզ մոտ է։ Բարև ձեզ Թինա ջան։ Բարև ձեզ։ Ոնց է տրամադրությունը։ Շատ լավ։ Եկեք սկսենք նրանից, որ մի քիչ պատմեք ձեր մասին, աշխատում եք, սովորում եք, ինչ փուլում եք կյանքի այս ընթացքում, որ եկել եք մեր մոտ։ Մասնագիտությամբ հրուշակագործ եմ, բայց ինքնուս։ Հետո ընթացքում սովորել եմ ավելի գաղտնիքների իմանալու համար 10 տարուց ավել աշխատում եմ, պատվերներ եմ վերցնում։ Իսկ եթե չեք ուզում, կարող եք չպատասխանել, քանի տարեկան եք։ 28։ Հա։ Օ, հրաշալի, 28 տարեկանում ենթադրում որ արդեն հարաբերություններ պետք է որ ունեցած լինեք։ Ունեցել եք հարաբերություններ։ Ունեցել եմ, ունեմ 2 բալիկ։ Ենթադրում եմ։ Փոխենք տեղը։ Դուք տեսնենք ինչ ենք։ Բալիկ ունեք։ 2 բալիկ ունեմ։ Վաու։ Ամուսնու հետ կապ պահում եք նախկին ամուսնու, թե։ Դե չի կարա կապ չլինի, որովհետև բալիկներ ունենք։ Բայց բաժանումը, այսինքն ծանր չի եղել, դից կռվով դավով չի եղել, որ ընդհանրապես իրար հետ կապ չունեք։ Այդ կռվով դավով շարունակվում է միջև հիմա։ Հասկացանք, իսկ կասեք ձեր համար ինչն է առաջնային տղամարդու բնավորության մեջ, որ դա ձեզ կստիպի սիրահարվել իրեն։ Լինի կայուն խոսքում, գործում, ամենակարևորը, adekvat։ Ինձ թվում է դրանք որ լինեն, արդեն շատ բան ավելի հեշտ կստացվի ամեն Իսկ ուտող խմող թե սպորտսմեն ավելի։ Հաշվի առնելով որ նաև տորթեր եք պատրաստում դրա համար եմ ասում։ Իրականում եւ այնն է պետք, այնն է պետք։ Իդեպ կինս էլ այդ մասնագիտությունը ունի ու նոր ռեցեպտներ որ փորձում էր, ին վրա էր փորձում, զգում էի մեկը 1 կիլո ավելացավ, մի արա ստոպ տուր էլի, դրա համար հարցեցի։ Կասեք ձեր համար որն է կարմիր քարտ հարաբերությունների մեջ, որ դուք միանգամից չեք ուզենա նման մարդու հետ շփվել առհասարակ ու հարաբերություններ ունենալ։ Ինչ պետք է անի տղամարդը, որ ձեր դուրը չգա։ Եթե անկայունություն նկատվի, թե էլի եմ ասում, թե խոսքի, թե գործի մեջ, դա արդեն իմ համար առաջին կարմիր քարտը կլինի։ Հա։
Մեր հերոսը, եկեք ասենք, ինքը սպորտսմեն է, սպորտի մեջ է, շատ անկեղծ գնահատում է կանանց մեջ բարությունը։ Մի խոսքով մենք հավանել ենք մեր հերոսին։ Դեպ եթե ինքը մի բան ասի ու չանի, այդ նրա համար չի որ բնավորությունն է, ուղղակի մոռանում ենք։ Ճիշտ է։ Ասի ու նենց որ այդ Հաշվի առնեք։ քարտ, այսօր քարտ էր, չէ՞։ Կարմիր քարտի ուղղակի։ Սպորտսմենների կյանքը Իսվա Դավիթը չի խափի, շատ ակտիվ է, այսինքն մի երկրից մյուս երկիր գնալ, տարբեր բնականաբար աղջիկների միջավայրեր եւ այլն, ինձ հետաքրքիր է, դուք բնավորությամբ խանդոտ եք արդյոք եւ պատրաստ եք ձեր կյանքը կոպիտ ասած մի քիչ զոհելու հանուն իր կորիերայի։ Բնավորությամբ խանդոտ եմ, բայց adekvat խանդոտ եմ, այսինքն եթե վերաբերվում է կարիերային, չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ խանդի առիթներ կլինեն։ Կոմպրոմիսներից խոսենք, ինչ սահման կա կոմպրոմիսի հետ կապված, այսինքն մինչև որտեղ կարող եք կոմպրոմիսի գնալ ու ինչ դեպքից հետո կարող եք մտածել, որ սա արդեն ոչ թե փոխզիջում է, այլ դուք եք անընդհատ զիջում, կլինի սահմանափակումների տեսքով, կլինի նախկին հարաբերությունների փորձառության վրա հիմնվելով։ Պատրաստ եմ զիջել այնքանով, որ կհասկանամ ոչ թե, այսինքն չեմ շահագործվում։ Եթե ես կհասկանամ, որ իմ զիջումները շահագործվում են, այսինքն սխալ է հասկացվում, չեմ զիջի ոչ մի պարագայում էլ։ Շատ լավ, այս հրաշալի նոտայով էլ առաջարկում եմ ստեսություն ասենք Թինային, բայց ժամանակավոր ենք ասում, որովհետև մենք դեռ միասին գնալու ենք ժամադրության, իսկ այս պահին առաջարկում եմ մնաք մեզ հետ եւ մենք հյուրընկալում ենք մեր հաջորդ թեկնածուին։ Մեր այս լուսավոր տաղավարը էլ ավելի լուսավորեց, քանի որ շատ գեղեցիկ լուսավոր աղջիկ է մեր առջև նստած, բարև ձեզ, ձեր անունը ինչպես է։ Բարև ձեզ, ես Աննան եմ։ Երկու նյով։ Այո, երկու նյով։ Հաճելի է։ Հրաշալի Աննա ջան, երկու նյով, եկեք պատմեք ձեր մասին, որտեղ եք աշխատում, սովորում եք, չեք սովորում։ Մասնագիտությամբ բուժքույր եմ։ Շատ կարևոր մասնագիտություն ունեք իրականում, շատ գնահատում եմ։ Դա որ ես ասեցի դեղագործեմ, քիչ ասեցի ինձ դրա մասին։ Բժշկությունը միշտ իմ կյանքում շատ կարևոր դեր է ունեցել։ Ինձ թվում է մեր հերոսին դա շատ պետք է գա իր Այո, կյանքի ընթացքում։ Աննա ջան, իսկ ունեցել եք հարաբերություններ արդյոք ձեր կյանքում։ Չի ստացվել, հա։ Բայց ունեցել եք, բայց չի ստացվել, հա։ Իսկ ինչի՞ չի ստացվել։ Եթե չեք ուզում կարող չպատասխանել, բայց լավ կլինի պատասխանել։ Լավ կլինի որ պատասխանը գնա։ Դե երևի ավելի լավ է կարճ ասեմ, չհասկացանք ընդամենը ուղղակի իրար։ Այդ մի հարաբերություններն են եղել։ Հա։ Իսկ երկար ժամանակահատված եք ընկերություն անում։ Մոտ 2 տարի։ Հիմա դուք հասկացել եք, որ դուք պատրաստ եք արդեն, չէ՞, նոր հարաբերությունների։ Իհարկե։ Ես ուզում եմ ընտրեմ այնպիսի տղամարդու, որ իր ներկայությամբ որպես անձնավորություն ինձ ավելի շատ խաղաղություն, հանգստություն տա։ Ինչ է կարծում ես։ Երեխեք մի հատ բան ասեմ, երկուսն են այդ բարի են։ Բայց այդ է ուզում հասկանալ, ըստ ձեզ մեր հերոսը կտա այդ խաղաղությունը, թե նա ավելի բուռն է բնավորությամբ։ Բայց կարող է ինքը բնավորությամբ բուռն է, բայց այդ խաղաղությունը կարողանա տա ուրիշ խաղաղություն։ Հա, չնայած համաձայն եմ, որովհետև շատ դրական էներգիա էր գալիս մեր հյուրից։ Մասնագիտությամբ նա սպորտսմեն է, բռնցքամարտիկ է, առհասարակ սիրտը ոնց կդիմանա։ Ես չէի կարող բռնցքամարտիկ ընկերուհի լինել, որովհետև իմ սիրտը չէր դիմանա, երբ որ ես տեսնեի, որ նրան ծայծում են, ես կմտնեի ռինգ եւ կմասնակցեի այդ ծայծումին հետո ինքը լիքը փող է աշխատում, կարա սիրտը միանգամից բուժվի։ Հերոսը սանջատես, չէ։ Ես շատ ծանր կտանե։ Այդ չէ, ես էլ չէի դիմանա հանուն Սա ուղղակի հումոր էր, չմտածեք ես սենտիմենտալ եմ։ Մեր հերոսը կարծիքը լսենք այս մասով։ Իրականում երևի ավելի շատ մասնագիտությունը ինձ թվում է կարևոր չի։ Բայց ինքը բուժքույր է։ Այո, մեր հերոսը գալիս է եւ ծեծված ջարդված։ Այո, մեր հերոսը ծեծված ջարդված գալիս է, նա բուժում է, ինչքան ռոմանտիկ պատմություն։
Շատ։ Երկու հատ էլ ես իմ համար մութ հարցեր ունեմ, որ կուզենամ հատալ։ Ձեզ համար առաջնային ինչն է տղամարդու մեջ կարևոր, որ ըստ այդմ դուք կընտրեք իրան, եւ հաջորդ հարցը ինչը ձեզ կվանի միանգամից։ Առաջին հայացքից երևի իր պարզությունը, որ ինձ կգրավի։ Մեր մասնակիցը հենց այդպեսի տղա է, այո։ Իսկ վանելը երևի նրա կոպտությունը կամ Կոպտությունը կարևոր է։ Դե հա։ Ահա, մեր հերոսը նաև նշեց, որ ինքը շատ խանդոտ է, չէ՞ ասած, բավականին խանդոտ է։ Դուք ո՞նց եք վերաբերվում խանդին եւ ինքներդ ձեզ համարում եք խանդոտ։ Հա, ես չափից դուրս խանդոտ եմ։ Այդ ո՞րն է չափը, որ դրանից դուրս խանդոտ է։ Էն ինչ իմնա։ Ո՞րն է այն չափը։ Էն ինչ իմնա, միայն իմնա։ Այսինքն եթե ինքը գնա ինչ որ բոյերի եւ այնտեղ Ես ուրիշ բան պատկերացնում։ Եթե ինքը գնա ինչ որ կռիվների, եթե ինչ որ ինքը կռիվների գնա, այնտեղ այդ աղջիկները այսպես կանգնեն, այսպիսի բաներ անեն։ Ռաունդ 2։ Ռաունդ 1, ռաունդ 2։ Դուք կխանդեք թե ոչ։ Դե չէ, երևի չէ։ Գրամար։ Տենց բաները չէ։ Ես անուն արդարության շատ կխանդեմ։ Քայլող աղջիկ։ Այո, Լուրջն է։ Ինչի՞ համար։ որովհետեւ շատ գեղեցիկ են այնտեղի աղջիկները։ Լավ։ Մենք չպետք է աղջիկներին խանդենք, մենք պետք է տղաներին խանդենք, խանդելուց էլ։ Չէ, աղջիկներին էլ լավ էլ պետք է խանդենք։ Բայց ո՞նց եք վերաբերվում խանդին, այսինքն ձեզ դուր է գալիս, որ ձեզ խանդում են, թե դուր չի գալիս։ Չէ, իրականում ինձ դուր է գալիս, որ Շատ հետաքրքիր է։ Հա, իհարկե, որովհետև ես դրանով ավելի շատ իր այդ խանդը նմանացնում եմ նրան, որ սիրումը չի ուզում կորցնի։ Ես չեմ պատկերացնում, որ ասում են չափի մեջ կամ չափից դուրս, որովհետև դա սուբյեկտիվ ընկալում է։ Մենք ուզում ենք հասկանալ ձեր չափը որն է, ինչ պետք է անի, որ դա չափից դուրս լինի եւ ինչ չանի, որ Իրականում չափը սահման չունի, հենց։ Հիմա օրինակ ձեզ զանգի ասի, աղջի ուր ես, խի տաննը չես։ Այդ ձեր համար օքեյ է։ Իրականում չէ, այդ օքեյ չի, բայց երբ որ ես տանից էլ դուրս գայի, ես նախորդ իրեն կզգուշացնեի։ Իսկ եթե ինքը այդ նույն հարցը տար ինձ ուր ես, չկաս, ինչի համար ես կասեի, Բայց նախ եւ առաջ պետք է ասել աղջին հիմա ասել էի, օրեր հաջորդ անգամ ինձ հետ այդպես խոսես։ Ինչի ես օրինակ եթե իմ այդ աղջիով չխոսա իմ կողակիցը, red flag։ Բայց հիմա ասեմ, ինչի գեղեցիկ է աղջին, ավելով աղջիկ կան սերը սուր ես։ Աղջի ուր է։ Ամեն զույգ ինքն իր մեջ որոշում։ Դա նորմալ չի, մենակ իմ դուրն է գալի։ Կարող էր արա ասել։ Ես ավելի շատ սիրում եմ, երբ որ ինձ անս են ասում։ Ձեզ շատ շնորհակալ ենք, դուք գնացեք, պատրաստվեք, որովհետև միասին բոլորով գնալու ենք ժամադրության մեր հերոսի հետ, Սերգեյի հետ։ Իսկ մենք ասում ենք սպասեք, որովհետև հիմա 3 ավելորդներով դուք էլ մեր հետ գնում ենք դեյթի։ Կներեք ժամադրության։ Մենք արդեն ժամադրության փուլում ենք ու այս փուլում մենք ցույց ենք տալի հիմնականում կարմիր եւ կանաչ դրոշակներ, բայց քանի որ այսօր մեր հյուրը Դավիթն է, ով ֆուտբոլի հետ սերտ կապ ունի, մենք էլ սիրում ենք ֆուտբոլ, մենք ունենք կարմիր քարտեր, որը ցույց ենք տալու մասնակիցներին։ Սա քեզ Դավիթ, սա Զարային փոխանցում։ Զարային, շնորհակալ եմ։ Եվ արդեն այսօր չի լինելու երկու զգուշացում դեղինով, միայն կարմիր քարտ եւ հեռացում։ Ոնց որ բոքսում ասում են knockdown։ Այսինքն մենք դրոշներն ենք ցույց տալու, բայց թեթև է։ Սա ավելի կոպիտ է։ Սա կոպիտն է, հա, սա արդեն այսպես ենք անում, Սա թեթև սենց։ Զիդանի ցույց տվեցին աշխարհի չեմպիոնատում։ Դե շփվեք, եթե ուզում եք կարող եմ երգել, ես միշտ ունեմ այդ ծառայությունը։ Ուզվես երգեմ։ Բայց սպասում է Սերգեյ այս պահին։ Ապրես, լավ, ես ձեր համար։ Ինձ հետաքրքիր ինչ է երգ ընտրես։ Գիտես, քանի որ ինքը բոքսի հետ կապ ունի, իսկ իմ համար բոքսը UFC-ն ասոցացվում են Դագեստանի հետ, դրա համար իպա начав месяца вся красота, что в Дагестане, дурекела, я буду рад. Լավ էր Սերգեյ ջան։ Իմանու Սերոժա ու շատ ցանկություն ունեմ քո ծանոթանամ, օքեյ, ավելի խորին ճանաչեմ։ Իմանամ ինչով ես զբաղվում, քո նախասիրությունները։ Իմ անունը Թինա է։ Նախասիրություններս շատ տարբեր են։ Ես համ հրուշակագործ եմ, համ աշխատում եմ հիմա լրիվ ուրիշ ոլորտում։ Հա։ Այդ հրուշակագործը որն է որ։
տորթեր ու խմորեղեն եմ պատրաստում։ Հիմա մենաս կակրած ես այդ քաղցրավենիքից ես շատ եմ սիրում քաղցրավենիք, այդ ամեն ինչ կարոջ էլի, ուտել շատ եմ սիրում կարոջ։ Ինչ բացի դրանից ուրիշ ինչ հոբիներ ունես բացի աշխատանքից։ Պարն է իմ հոբիներից մեկը, հաճախել եմ պարի։ Որ պարեր, ինչ պարեր։ Հայկական ժողովրդական պարերի եմ հաճախել 12 տարի։ Դու ինչով ես զբաղվում։ Ես вообще բաքսոր եմ, սաղ կյանքս գրովը գավարյա տարապել եմ կարոջին, սկսել եմ դժվարությունների մեջ ու փառքասու կամած առաջ եմ գնում ու ամեն ինչս լավ է եղնելու։ Ու ինչ նպատակներ ունես։ Ես ինչի մասեցի, որ ուզում եմ նպատակներից խոսալ, ինձ հետաքրքիր է քո նպատակները։ Նպատակների համար սկզբից նախ ֆինանսապես լինեմ ապահով, կարողանամ ամեն ձև ես ինքս ինձ ապահովեմ։ Կողակցի ընտրության հարցում ինձ թվում է պետք է ընթացքում հասկանամ դեռ չեմ կենտրոնացել դրա վրա։ Իսկ եթե կողակից հետ գումար ֆինանսի խսի մատ հարց տամ, համատես կողակից հետ ունի գումարի խնդիր, դու կաջակցես կողակցիդ։ Իհարկե։ Գումարով ամեն ինչով։ Անձնականից հարց շատ։ Ընկերներ ունեցել։ Անձնական։ Իսկ ճիշտ աղջկանց տարիք չեն ասում, բայց կուզեի իմանալ քո տարիքը։ 28 տարեկան եմ։ Իսկ մինչև 28 տարիքը ընկերներ ունեցել ես։ Այո, ունեցել եմ նախկին հարաբերություններ, ամուսնացած եմ եղել, ունեմ 2 բալիկ։ Շատ լավ է։ Իսկ Իսկ ինչն է եղել խնդիրը, եթե դա նեղանձնական որ բաժանվել է, քեզանից եկե խնդիրը, իրանից եկե։ Դե միակողմանի չի լինում ոչ մի բան։ Ուղղակի չենք հասկացել, ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ շատ տարբեր ենք, չենք հասկանում իրար ոչ մի ձև։ Այդ ինչքան ժամանակ ա եղել որ։ 10 տարի։ Всё хорошо։ Իսկ քո ապագան դու ոնց ես տենում։ Դու ունես հիմա 2 բալիկ, քո ապագան դու ոնց կտենաս։ Ում ես պատկերացնում քո կողակցին։ Ոնց պետք է եղնի քո կողակիցը։ Դες դու չես համակերպվի քո ամուսնու հետ, ինձ դարքիր է քո նոր ամուսինը քո կողակիցը ոնց պետք է եղնի, ինչ ձև պետք է եղնի։ Պարտադիր պետք է լինի շատ կայուն իր խոսքի ու գործի մեջ։ Ամենակարևորներից մեկը դա է, հետո քանի որ ես արդեն ունեմ 2 բալիկ, իմ բալիկները իմ հարաբերությունների մեջ պետք է ոչ մի ձև չտուժեն, այսինքն իրանց հետ էլ պետք է հարաբերությունները լինեն այնց, որ մեզ չխանգարի։ Այ հիմա ինձ հետաքրքիր է դու ոնց ես նայում այդ փաստին, դու ոնց ես նայում, եթե քո ընտրած աղջիկը արդեն ունի բալիկներ։ Դա ինձ вообще չի խանգարում տես բաները, մի մարդ մի կարա քեզանից սխալը գա ինչ-որ մեկի այդ կողակցի տենկոմ դնես, օրինակ չաշ իրար հետ էլ չշփեք։ Դա նորմալ է որ մարդ բալիկներ ունի, երեխեք ունի, մի կարող է դու լավ մարդ ես, կարող է որնա, կարող դու լավ մարդ ես, ժամանակի ընթացքում կյանքն ես բանա քո կողակիցն է շփոթվում, ու դա նորմալ է իմ համար, այս ամեն ինչ կարող եմ լավ աշխատել։ Երեխեքի փաստը քեզ չի խանգարում։ Ընդհանրապես չի խանգարում երեխեքի փաստը։ Էլ ինչ կարելի է հարցնել, որ իրար հավանում եք, թե չէ, իրար դուր գալիս եք, այսինքն ինչ որ էներգիա կա, որ դուր է գալիս, թե չէ։ Ինչ եք կարծում, երկրորդ ժամադրության կգնաք իրար հետ, թե չէ։ Հա, ես կգնամ։ Ինա։ Հա, վայ։ Ոնց ուզում ես ասել։ Չէ։ Ուզում եմ նենց հարցը ձևակերպի, որ ոչ թե հանդիպենք հետո, ոնց որ երկրորդ անգամ հանդիպենք, որտեղ ես էլ չեմ ուզում այսքանով սահմանափակվի։ Դե անկեղծ կարակ ասեք, հենց հաղորդումը դրա մասին է, որ անկեղծ Շատ բանալ իր այլ որ տենց ասի։ Այս ճիշտ մարդկային ասեցի էլի, բայց դա լավ բան չարեցի, լավ։ Բայց այսինքն խափեն քեզ։ Չխափես, բայց հենց առաջին հանդիպման ժամանակ հասկանում են, որ դե հասկանալ եմ, հա, եկեք շփվենք, մի ասում ես չեմ ուզի, կարող եմ օգնության կարիք հայտնեմ, ես եմ քեզ դիմում, դու ես ընդդեմ։ կարիք ուրիշ։ Չէ, մի խոմենակ շփվելով չէ, օրինակ օգնության կարիք եղնի։ Դիմա ինչի մասին։ Օրինակ ես պատրաստ եմ, ես քեզ մարդու հետ օրինակ շփվում եմ, չէ, օրինակ ես շփվեցի քո հետ, քեզ ինչ որ
կարիք եղավ, ես չեմ ասի, ես էլ չեմ ուզի իրա չֆեմ։ Բոլորս է մարդ ենք ամեն մեկս է ամեն Ես մի։ դու մենք չհասկացав ինչի մասնավոր։ Ես հասկացա, հասկացա, որպես անձնական ուղղվածությամբ չի ուզում շարունակել, Հա, չէ, ընկերական- հա, այդ ոչ մի հարց, ոչ մի խնդիր, բայց ժամադրություն որպես անձնական ինչ որ շարունակելու Всё хорошо, ես հասկացա քեզ։ Նեն չէր որ ես էլ տենց ուզում էի տեսամ, հասկացա։ Խնդրում եմ, սա կարմիր ես սկզբից Չէ, բայց Կարմիր դրեք, հա։ ես մի քիչ կպաշտպանեմ, այսի կարող պաշտպանական ռեակցիա լինի։ Ես այդ ամեն ինչին մի քիչ ոչ թե պաշտպանական ռեակցիա, ես ամեն ինչին մարդկային ու պրոստը նայում։ Որ ես այդ հարց հասկանում որ չէր լինի երկրորդ ժամադրություն, ես ճիշտ տես նայեց այդ ամեն ինչին էլի, որ ասեցին չէ, ես դες բաներ չեմ սիրում, էլի պրոստը։ Всё, երկրորդ ժամադրություն երկու Ես հասկացա, որ դուք ապրեք, որ անկեղծ պատասխանեցիք, նորմալ է։ Ես հասկացա Սերգեյի փոքրիկ սրտի կկոտրվեց, նեղվեցի ես փաստի արդեն, բայց դե ինչ անենք, հիմա տենց էլ է լինում։ Սերգեյ, Բայց Սերգեյի սկզբան էլ, նու, ավելի ուշ ասեց, որ ինքն էլ տրամադրված չէր, որ լիներ երկրորդ Դե ինքը ժամադրություն։ չղայնացած ասեց, դա բու արեց, ու ես չեմ ուզում։ Եթե դու չես ուզում, ես էլ չեմ ուզում։ Ես քեզանից ես քեզանից մեծ եմ։ Բայց ամեն դեպքում շատ պոզիտիվ ստացվեց ձեր ժամադրությունը, տենց հավես էր, որպես ընկերներ թեկուզ կարող եք լավ շփում ունենալ։ Հա, որպես ընկերներ, Հա, որպես ընկերներ ոչինչ չեմ ասում։ ասում։ Ունենակ Սերգեյը ուժեղ է։ Հետո Ստեփանավանում Եթե չի նեղացել։ կաֆե, չէ՞։ Լոֆտ։ Լոֆտ ունեն։ Եթե չի նեղացել։ Չի նեղացել։ Մի հատ բարի Իսկ շեք։ Թինան տորթեր է համ։ Ճկոտիկները բարի շեք։ Բարի շեք, Բարի շեք, արի, Բարի շեք։ Կարվեք, ո՞վ կրվի նաշունա։ Այսօր Սերգեյի շնորհիվ շատ դրական հաղորդում ենք ունենում, այս գեղեցիկ նոտայով ճանապարհում ենք Ծինային եւ դիմավորում ենք մեր երկրորդ մասնակցին։ Մեր հաջորդ մասնակիցը արդեն այստեղ է եւ սպասենք նրանց ժամադրությունը, տեսնենք ինչ կլինի։ Այո, Բայց մի հատ բան ասեմ, քանի որ Սերգեյ դուրը եկել էր իմ երգելը եւ ես իր պատվին երգ երգեցի, հիմա մեր Դավիթի համար եմ երգում գոլ, մենք հաղթելու ենք, հայեր, հաղթելու ենք, ու մեր պատվին այսօր պիտի ինչի զուռնա դհոլ։ Շնորհակալություն որ գնահատում ես։ Դու միակ մասնակիցն ես այսքան մարդկանց մեջ որ գնահատել։ Լավ, ես այս պոզիտիվ նոտան ձեզ ուղարկում եմ եւ դուք շփվեք։ Այն մանու Սերուժա, որ շատ ուրախ եմ, որ մի սեղանի շուրջ նստած ենք իրար հետ, այս մի շահի բաժակով, գրովը գավայով, կուզեմ իմանամ քո անուն ոնց է։ Ես Աննան եմ։ Մասնակցության բուժքույր եմ։ Հա, ինչ նպատակներ ունես, ինչ նախասիրություն ունես մինչև աշխատանքը։ Մինչև աշխատանքը որոշել եմ ինձ համար հասուն մտածելակերպով տղամարդու հետ կյանքս շարունակելու։ Хорошо, իսկ այդ հասուն մտածելակերպը ոնց ես նայում։ Դա որն է հասուն մտածելակերպը։ Դե նո Ինչ պետք է անի քո կողակիցը, որ դու ասես որ ինքը հասուն է, էլի։ Դե նրա քայլերը, նրա մտածելակերպը արդեն ամեն ինչ կասի։ Իսկ ինչ կանես, որ իրանից ատալկը, ինչ պետք է անի քո կողակիցը, որ ասես չէ, ինքը իմ հետ չի եղնելու, էլի։ Ամենամեծ սխալը, որ դու իրանից ունես, դա որը կեղնի։ Նրա ամենամեծ սխալը նա կլինի, որ երբ որ ես զգամ նա իմ հանդեպ պարզ չի։ Խաբում է քեզ։ Իհարկե։ Խաբում է, հետո իմ հետ շփվելու հետ մեկտեղ նույնպես շփում է ուրիշ աղջիկների հետ։ Իհարկե։ Դավաճանալը մի քիչ շատ կոպիտ կհնչի, բայց ինձ թվում է երևի ավելի շատ Չէ, դավաճանում է, կներեք, էլի կոպիտ չի ինչու։ Դա դավաճանություն է։ Սպայս, չդիմացավ։ Մի քիչ ես ասեի։ Ոնց է։ Վեր դրայ աղջիկ։ Դե, այդքանը։ Իսկ ինչ նպատակներ երազանքներ ունես, ինչ շատ տարբեր է մարդու մտածելակերպը, ինքը իր ապագան ոնց է տենում, ինչի է ուզում հասնի, որտեղ դեռ ճանապարհն է։ Այդ ոնց նայում այդ ամեն ինչին։ Ես առաջնահերթ իմ համար կարևորը ընտանիքն է։ Իմ նպատակը ունենամ լավ ամուր ընտանիք։ Իսկ ինչ նպատակներ ունես, որ ուզում ես հասնես բացի ընտանիքից։ Բացի ընտանիքից էլ նպատակներ ունեմ, որ Ինչ երազանքներ ունես, որ չի կատարվել, պետք է կատարես, դրա ճանապարհին ես։
Իրականում նպատակներից ճանապարհին եմ, այն որ փոքր ժամանակվանց միշտ երազել էի դառնալ ոստիկան։ Հա։ Քանի որ Всё, լավ։ Հա, всё։ Չծիծորոս։ Հա, всё։ Որոշել եմ դառնալ ոստիկան։ Նոր իմ գործերը տվել եմ, որ ճանապարհի կեսին եմ դառնամ ոստիկան։ Ոստիկան։ Ոչ քույրից դառնամ ոստիկան։ Բայց քեզ այդ գործը փոխում էլ ինչ նախանգարում։ Դե Որ փոխում ես։ ես միշտ ուզեցել եմ ինձ տարբեր բնակավարերում տեսնել դրա համար։ Հա, ոստիկան։ Ոստիկանը լավ բան է вообще։ Хорошо։ Դե մի երկու հարց դու ինձ էլի, հա, բա դու էլի, բա։ Իսկ դու ինչպիսին ես պատկերացնում քո ապագա կողակցին։ Իմ կողակիցը ամենակարևորը բարի եղնի, հավատարիմ եղնի, ու գրոբը գավարը իմ հետևից միշտ ինձ նայ, ես ինչ եմ անեմ։ Այդ ամենակարևորը հավատարիմ եղնի ու բարի եղնի։ Իսկ ինչը չես ների նրան։ Ների։ Ինչ որ սխալ քայլ։ Դավաճանություն, խաբել։ Ես շատ խանդոտ եմ вообще։ Եթե ստենամ даже ինքը что-то մի բան չի։ Короче, ты լավ չի։ Շատ խանդոտ եմ, խանդն է գալիս նրանից, որ կողակցի շատ է սիրում։ Բայց կարող է նաև անվստահությունից լինի։ Դե Ինչ ես մտածում։ անվստահությունից ինչի, բայց այդ անվստահությունը ումից է գալի։ Կնոջից է չէ գալի։ Չէ, իսկ եթե կինը հավատարիմ է, ամեն ձև քեզ հավատում է ու քո ասածներով անում ամեն ինչը ու ինքը տեղիք ընդհանրապես չի տալիս խանդի, բայց այդ խանդը քո մեջ կա։ Այդ չի կա այդպես եղնի, շատ էս բաներ։ Չկա այդպես բան խանդը գալիս է, ճիշտ ասեմ, անվստահությունից, բայց անվստահությունն է գալիս է կնոջից։ Կինն է այդ ամեն ինչը էլի սարքում։ Չէ, այդ պահը չլսեցինք մի հատ նորից։ Ամստահությունը գայս է կնոջից։ Ես ստացանց։ Չէ, խանդը որ կա, ինքը հասավ, չէ։ Դու մեզ տնես ես ոնց որ կախարդել ես մեզ այս պոզիտիվությամբ։ Ինչ ասում ես։ Ձեզ են գանում ես մի հատ բան լսեցինք։ Շուտես մի տա բան լսեցի, բայց այնքան հիացած են քեզ դες։ Ոչ լավ, իմը մի հատ էլ հետո։ Չէ, երկու բան ականջից ակեց, մեկը որ ասացիք կինը ձեր հետևից գնա, հետևի, եկեք կողքից քայլի ձեր, հետևից չգնա, կողքից։ Չէ, ոնց որ Ինքը բայց ուրիշ հետևելու հետ էր։ Չէ, այդ զուտ իմ ականջից ակեց։ Ինքը կարիերայի մասին, կյանքի, բիզնեսի կողքը լինելն է։ Ուղղակի սխալ ասացի ասեցի, տիպը դուք լինեք Bonnie Clyde։ այլի է։ Լավ, իսկ դուք իրար ոնց որ համակրում եք վիզուալ։ Ամի sense բան, общение и отношения, չէ, այդպես բան կա։ Դուք իրար պատկերացնում եք Այդ ոչ մեկ չի խորանալու դրան։ Ահա։ Երկրորդ Երկրորդ ժամադրություն ժամադրություն։ կուզենաք ունենա։ Ահա, Ասում են ասեք, այո թե ոչ։ կամ ոչ։ Չէ, պետք է հավասար ասեն։ Հա։ Հենց հարցում, պատրաստ եք իրար հետ գնաք երկրորդ ժամադրության։ Այո, ես։ Բայց հավասար ասեք։ Բայց շփման մեջ է սենց շատ հավես էներգիա կար ու իրար հետ սենց ֆլիրտ անելով իսկական ժամադրություն։ Սիրկե մոլոչես։ Չէ, բայց եկեք փաստենք, որ Աննան նույնպես շատ սենց տանում էր զրույցը։ Ապրես Աննա ջան։ Բրավո։ 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 Շատ դրական։ Սիրում եմ, որ զույգեր Ես անկեղծ խնդրում եմ ինձ կգրես Սերգեյ, դու ոնց որ ինձ ամեն օր գրում էիր որ գասես աղորդման։ Ես ամեն օր, էլ որ չէիր գրում անհանգստանում, ասում էի Սերգեյի չի գրե։ Մի պա պատկերացեցի որ բան իրանց հարսանիքին այսպես ոտերով Ինձ խնդրում կասեք իրար հետ ինչա մի բան ստացվեց, թե չէ, մենք ձեռքներս դնում ենք ձեր գլխին։ Անպայման։ Շատ հոյակապ ժամադրություն ունեցանք, ինձ թվում է մեր բոլորի դուրը եկավ, Դավիթ քո դուրը եկավ։ Հա, իհարկե։ Ուզում դուք կլինեք մեր երկրորդ եթերաշրջանի առաջին զույգը։ Այո։ Եվ մենք ավարտեցինք այս հրաշագեղ հաղորդումը, իսկ դուք մեկնաբանություններում գրեք արդյոք իրենք համապատասխան զույգ էին թե ոչ։ Այո, եւ Դավիթին ասենք շնորհակալություն մեր երրորդ ավելորդը լինելու համար, մեզ օգնելու համար։ Պրոֆեսիոնալ Երբեք այսքան հաճելի չէր ավելորդ լինել։ Ձեզ էլ ենք շնորհակալ մեզ հետ լինելու համար։ Եթե դուք էլ ցանկանում եք դառնալ հաղորդման մասնակից եւ ուզում եք, որ 3 ավելորդները ձեզ օգնեն գտնել այն միակին, ապա կարող եք գրել թե մեկնաբանություններ, թե նոր ալիքի Telegram-յան ալիքին, այնպես որ շնորհակալ ենք ձեզ մեզ հետ լինելու համար։ Դե մինչ նոր սիրավեպեր։